Մինչև մեր այսօրվա թեմային անցնելը նախ ասեմ բոլոր նրանց, ովքեր որ մեղադրում են մեզ կամ գոնե վատ են իրենց զգում բուդդայականությունը քարոզելու համար, ասենք հետևյալը. առաջինը, ինչ որ շատ կարևոր է, ես չեմ քարոզում բուդդայականություն, եւ ինչու, որովհետեւ բուդդայականությունը հոգեվորսական կրոն չի, երբևիցե հոգեվորսական չի եղել, եւ ըստ այդմ մեծ ընկատարյալը ոչ թե քարոզում էր, այլ փոխանցում էր բոլորին ուսմունքը որպես արտնացման ճանապարհներից մեկը, եւ ըստ այդմ մենք փոխանցում ենք մեր լոման ներդնելով բոլորի զարգացման մեջ, փոխանցում ենք հնարավորությունները գնալու հոգեվոր զարգացման ճանապարհով եւ ոչ այլ բան, քան հնարավորություն։ Եվ իրականում բուդդայականություն քարոզը ստանալու համար պետք է շատ ու շատ զարգացած լինել ու շատ բարձր մակարդակների հասնել, որպեսզի արժանանաս բուդդայականության քարոզների։ Սա առաջին հիմնասյունը, որի մասին մենք բարբերաբար նորից եւ նորից խոսում ենք, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմային, որն էլ 4 հիմնական մոտեցումները բացասական կարմայի հաղթահարման համար։ Եվ ինչու այդպես, անկախ դրանից, թե որ ուսմունքի ճանապարհով է գնում մարդ դեպի արթնացում, անկախ դրանից, թե ինչ հավատ ունի եւ ունի արդյոք հավատ ընդհանրապես, բացասական կարման ցավոք սրտի միևնույն է կուտակվում է, եւ պատճառը հետևանքային օրենքը ոչ մեկ չի կարող չընդունել կամ մերժել կամ որևէ այլ մոտեցման առաջնորդվել, այն գործում է կամա թե ակամա, եւ ըստ այդմ բացասական արարքները բերում են բացասական հետևանքների, դրական արարքները բերում են դրական հետևանքների, բայց երբեմն այս կյանքում ընկալելով, որ մենք ուզում ենք, ձգտում ենք դեպի արթնացում, մենք տեսնում ենք, որ շատ խոչընդոտներ ենք ունենում նախկին կյանքերում կամ այս կյանքի նախկինում ձևավորված, ստեղծված բացասական պատճառներով բացասական հետևանքների։ Եվ ըստ այդմ փորձում ենք հասկանալ, իսկ ինչպես հաղթահարենք այդ կուտակված արդեն բացասական կարման։ Եվ այդպես 4 հիմնարար փոխանցումները մեծ ընկատարյալի ուսմունքից։ Առաջին մոտեցումը։ Մենք կարող ենք անընդմեջ անդադար ջանքեր գործադրել բացասականի աստիճանաբար նվազեցման եւ հետագայում ընդհանրապես արմատախիլ անելու ուղղությամբ։ Ինչպես է դա արվում։ Առաջին հերթին ընկալումը, որ բացասական բաները բացասական էին, եւ հենց այս պատճառով է, որ մենք բարբերաբար տարբեր մակարդակներում այդ թվում քաղաքականության մեջ նորից կրկնում ենք անհրաժեշտ է չարիքը անվանել չարիք։ Այլ պարագայում այն կուտակվում է այնքան, որ գնալով ավելի ու ավելի դժվար է դրա տակից դուրս գալ։ Եվ այդպես առաջի մոտեցումը դա անընդմեջ պայքարն է չարիքի դեմ եւ ըստ այդմ առաջին հերթին ընկալումը, որ դա չարիք է եւ պետք է չլինի։ Երկրորդ մոտեցումը դա մեր կողմից այդպես կոչված հակաթույների գործածումն է։ Եվ որոնք են այդ հակաթույները։ Իհարկե, բարի գործերը առաջին հերթին։ Ինչքան ավելի շատ զարգացնում ենք բարին, այնքան ավելի փոքրանում է չարիքը, բնականաբար։ Եվ բացի բարի գործերից այն ամբողջ բարին, որը որ կարողանում ենք մենք աճեցնել մեր սրտում եւ դրանով նպաստել ամբողջ աշխարհում բարի աճեցմանը, դա աղոթքներն են, ուխտագնացությունները, տարբեր տեսակի մանտրաներ, սուրբ գրքեր ընթերցելը, սուրբ տեքստեր ընթերցելը եւ այդպես շարունակ, այդ ամբողջի շուրջ խորհելը եւ ի վերջո իհարկե որպես գագաթնակետ բարձր մակարդակի մեդիտացիա։ Սա երկրորդ մոտեցումն է, երրորդը դա զերծ մնալն է բոլոր բացասական արարքներից, որպեսզի ավելի ու ավելի չկուտակվի բացասականը։ Սա հասկանալի է եւ բացատրության կարիք էլ չունի, բայց չնայած որ բացատրության կարիք չունի, այնուամենայնիվ մարդկանց ճնշող մեծամասնությունը այդպես էլ չեն կամք գործածում խուսափելու իրականում բացասականից։ Եվ չորրորդը դա ապաստարանի ստանձնումն է։ Ինչու, որովհետև ապաստարանը պաշտպանում է մեզ արդեն իսկ բոլոր չարիքներից,
այդ թվում մեր մեջ արկա չարիքներից, եւ դրա համար սկզբից մինչև վերջ, նորից եւ նորից վստահվում ենք ուսուցչին, ապավինում ենք ուսուցչին եւ գնում ենք ուսուցչի զորությամբ մեծն կատարյալի ճանապարհով։ Իսկ Բուդդայի ձեռքը միշտ բաց է, եւ եթե որևէ մեկը դրանում ինչ որ բան չի հասկանում, ապա պատճառը միմիայն իր մեջ է։